Բարի օր սիրելի երևանցիներ, այս պահին Նազարբեկյան թաղամասում եմ, որտեղ նաև բնակվում եմ ես։ Սա 44 մանկապարտեզն է, որտեղ այս պահին երեխաները հանդես են ունենում, տեսեք մուտքի դիմացն է, իսկ տեսեք մուտքի դիմացի մասում, հատվածում աղբահանության վիճակը, ինչքան տգեղ է, երբ որ երեխաները այս պահին հանդես են անում, իսկ մուտքի դիմացում ծնողները գալուց եւ այցելում են, տեսնում են այսպիսի պատկեր, չէ՞ Տիգրան Ավինյան, չէ՞ պարոն Կատվալյան, սա է բարեփոխումը։ Էսա աղբահանության վճարի թանկացումը, որ աղբահանությունը թանկացնում եք, սրա համար եք թանկացնում, հա։ Արևցես։ Տեսեք, այս աղբահանության վիճակը ու արդեն որերորդ դեպքն է, ես նկարում եմ այս տարածքը, մանկապարտեզի հարակից տարածքը, տեսեք, երեխաները ամեն օր այստեղ գալիս գնում են ու մեծ Տիգրան Ավինյանը, պարոն Կատվալյանը ասում է, դե խնդիրները այդքան շատ չեն, աղբահանության ոլորտը լավացել է, սա է լավը, հա, հələ մի հատ տեսեք, հա, ինչ անենք, այս աղբամանները հանձնենք գնա, Նիկոլ Փաշինյանի ասած, սա ինչ է նշանակում, հա, ես հիմա եկել եմ երեխայի մանկապարտեզը ստեղ հանդեսա ու մանկապարտեզ եք, ձեր գլուխ գովալու նոր կառուցված մանկապարտեզների դիմացը սենց պետք է լինի, հա, 6000-ից ավել 24 թվականին բողոք է արձանագրվել, 6000 բողոք է արձանագրվել թեժ գծով, հավելվածներով, որ աղբահանությունը սա լինի, այդ թանկացումը ինչի համար եք կատարել, ինչի հաշվին, ինչ բարեփոխման համար, սա էլ հոտռանսպրտ չի, որ փորձեք 2 ավտոբուս բերելով, թե կասեք աղբամաններ ենք բերել, որ աղբամաններն եք բերել, են որ 18 թվականին ջարդում էիք, հետո դուք պարտավոր էիք դա բերել, այդ աղբամանները, հա, պարոն Կատվալյան, այստեղ հենց հիմա մեքենայեք ուղարկում մաքրում եք, ես նորից եմ զգուշացնում, սա վերջինը լինի, որ այստեղ աղբի ես նկար կատարեմ, այդ թանկացումն էլ ասում եմ, անհիմն թանկացում եք արել մեր քաղաքացիների գլխին, աղբահանության վճարի թանկացումը ապօրինի է, տեսեք, սա չի կարող թանկացվել, նման վիճակներ բոլոր վարչական շրջաններում կա, սիրելի քաղաքացիներ կոչ եմ անում, բոլորը ձեր թաղամասերի աղբը նկարեք եւ համացանցում տեղադրեք։ Մանկապարտեզի 44 թիվ, 44 մանկապարտեզն է, որտեղ Տիգրան Ավինյանը վերջերս եկել էր եւ գովազդ էր կատարում, թե մանկապարտեզներ ենք սարքում, նաեւ բակային տարածքն էլ էստեղ կառուցված չի մանկապարտեզի շենքը վերանորոգվել է, բայց բակային տարածքը ոչ։ Տեսեք ինչ վիճակի է։ Այստեղ նաև սա շինարարական աղբ է, որի 300 քանի միլիոնը շինարարական աղբի վրա է դուրս գրված, 5 միլիարդից ավել է սա մաքրելու եւ մնացած ծառայությունների համար, որը արձանագրենք չի կատարվել, այսքանը։